Շնորհակալ եմ։ Հարգելի պարոն Սահակյան, գործող սահմանադրության մեջ կա մի կարևորագույն դրույթ, որը ես արդեն երկրորդ տարին է ցիտում եմ, բերում եմ այս դահլիճում, այլ ամբիոններում պայքարում եմ պետության մեջ որոշակի անհասկանալի կառավարում իրականացնողների կողմից ժողովրդի հանդեպ տուգանքային ռեկետի դեմ, հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը, իշխանություններին, պատկան մարմիններին զերծ մնալ այն թիվ 31 սահմանադրության դրույթի խախտումից, համատարած խախտումից, չոտնահարել 100,000-ավոր կամ արդեն միլիոնավոր հայաստանցիների իրավունքները եւ երբ գալի հասնում ենք սույն փոփոխությունների նախագծին, տեսնում ենք, որ փոխարենը մարդկանց իրավունքների պաշտպանություն իրականացնելը, գործող սահմանադրության դրույթին ենթարկվելը, նոր նախագծում, փոփոխությունների նախագծում տեղի է ունենում հարմարեցում ապօրինաբար մարդկանց ճնշելու, ֆինանսապես ճնշելու, արգելքը վերացնելու առումով տեղի ունենում փոփոխություն, այսինքն հարմարեցնում եք սահմանադրության փոփոխությունների մեջ այդ դրույթով համապատասխան գլուխը, համապատասխան հոդված, այսինքն սահմանադրությունը ըստ վարվող քաղաքականության կամ ապօրինության, ավելի կոնկրետացնեմ, խոսքը գնում է բազմաչարչար այն դրույթի մասին, որով արգելվում է առանց դատարանի վճռի Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու ունեցվածքի, սեփականության, դրամական միջոցների, հաշիվների եւ այլն նկատմամբ որևէ ոտնձգություն, այսինքն սահմանափակում, տիրապետման արգելանք, արգելք եւ այլն եւ այլն։ Նոր սահմանադրության մեջ դուք օրինականացնում եք այն, ինչ այսօր ապօրինի է, այն, ինչ պիտի այսօր պահպանվեր, չխախտվեր։ Խնդրում եմ որևէ ողջամիտ բացատրություն եւ պատասխան։ Միթե սա այն է, ինչ պիտի արվի, կամ միգուցե ողջամտությունը կհաղթի, կփոխեք որևէ բան։ Եթե այդ հոդվածը, ինչպես դուք եք նշում, համապատասխան գլխի համապատասխան հոդվածը, մի փոքր ավելի թերևս ուշադիր ընթերցեք, ապա կտեսնեք, որ ամրագրված է այն, որ այդ բոլոր գործընթացը ամրագրված է արդեն իսկ սահմանադրությունով, հաշվի առնելով միջազգային փորձը, հաշվի առնելով այսօրվա սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը։ Շնորհակալություն։ Արձագանքի համար Տիգրան Օրիխանյան։ Շնորհակալ եմ, հարգարժան պարոն Սահակյան, ուշադիր եմ ընթերցել, բայց հենց դրա համար եմ ասում, հարմարեցնում եք ըստ ապօրինի իրավիճակի այդ դրույթը, փոխարենը այսօրվանը պաշտպանեք, պահպանեք եւ ավելի կատարելագործեք։ Բա մարդու իրավունքներն ուր մնացին։